Կեցե մեծ Իրանը։ Ամիսներ առաջ, երբ աշխարհի համար մեկ ահաբեկիչ երկիր, ահաբեկչության ողջ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ համատեղ ռմբակոծեցին ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը, առաջին երկիրը, որ բացահայտ հայտարարություն արեց եւ կանգնեց Իրանի կողքին, դա Վենեսուելան էր եւ Վենեսուելի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ասելով, որ մենք աջակցում ենք Իրանին եւ կանգնած ենք Իրանի կողքին։ Եվ ահա այս ահաբեկիչները որոշել են այս անգամ էլ հրթիռակոծել Վենեսուելան։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատե առիթ է ման գալիս, որպեսզի հրթիռակոծի Վենեսուելան, եւ պատճառը պարզ է։ Վենեսուելան ունի աշխարհի ամենամեծ նավթային պաշարները, իսկ ահա Մոնրոն, ով որ տառապում է նրա ուրեմն ունեցվածքը գողանալով եւ իրեն անելով, գոռալով ժողովրդավարություն, այժմ ուզում է ներխուժել Վենեսուելի տարածք։ Վենեսուելայի նախագահը անցած շաբաթ էր դիմել Իրանին աջակցության համար եւ ահա աջակցությունը ճուշացավ։ Երեք պարզ դարձավ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հազարավոր ուրեմն աթեստներ է ուղարկելու Վենեսուելա, աջակցելու Վենեսուելային ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ նրանց է միացել նաեւ Չինաստանը։ Այնպես որ ընկեր Ամերիկա, երբ քիթդ խոթում ես ամեն տեղ եւ պատերազմներ ես հրահրում եւ մտածում ես, թե սուտի ժողովրդավարություն քարոզելով հասնելու ես քո նպատակին, ոչ, դու ինքդ քեզ կործանելու ես։ Կեցե մեծ Իրանը եւ կեցե Մադուրոն։ Պետք է ջախջախել այս սիոնիստական որջի գլուխը։